Պարոն Քոչարյան, տեսեք, չնայած Չէ, բայց ոնցոր այստեղ մի հատ բան կար, որ ես ուզում ասեմ զեկույցի հետ կապված։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասի։ Ես մի քանի օր առաջ հետքի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ ինչուի պատասխանը այնտեղ կա։ Հիշում եք մի հատ բան կար, մի հատ հայտնի ֆիլմ կար, ինչու են բաները Մալչանեգի գնայթը հայրենոցը, գառնուկները ինչպես են գառների լռությունը։ Այնտեղ հոգեբանի, որ մոտենում է FSB-ի սպան, ասում է ասա ով է, ասում է ասելու բան չկա, ուշադիր կարդա զեկույցը։ Ձեր գրած ուշադիր կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Հիմա զեկույցում է լիքը բան կա, որը իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը կարելի է գումար նիստերի դալիճ, բայց դա էլ որևէ իրենից բարդություն չի ներկայացնում։ Ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ինքը ձեր ասած արխիվը չէ, առաջի բաժնից, գաղտնի բաժնից կբարձրանա եւ ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։ Բայց նաեւ մի բան ասեմ, որ այդ զեկույցին այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը վերցնել, կարդան եւ ունենալ որոշակի եզրահանգում, սկսած գլխավոր դատախազությունից, պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից, բոլորը կարող են այսօր այստեղից վերցնեն, ծանոթ եւ նույնիսկ ասեմ падգամները, որոնք թույլտվություն ունեն, բայց ինձ զարմացնում է, որ մեր падգամները ալարում են գնան, գուցե եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունները նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրող հարցերի պատասխանը կստանան։ Ասեմ, որ падգամները շատ քչեն են կարծացել, հիմա շատ նոր падգամներ ունենք։ Ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ, զավակներ եւ այլն։ Բայց դա արդեն ապագայի խնդիր է, որտեղ ամենակարևոր բանը Պաշտպանության հանձնաժողովը կարողացավ պատրաստի զեկույց, իսկ կանոնակարգ օրենքի հիմնական պահանջը 26-րդ հոդվածն ասում է աշխատանքները ավարտվում են, երբ որ զեկույցը ներկայացվում է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Պարոն Քոչարյան, չնայած որ փորձում եք հումորով շրջանցել այդ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում չառաջադրվելու Չէ, հումոր չէ, շատ լուրջ եմ ասել։ Չէ, դե նշում եք հիմա մենք էլ ենք շատ ադապտացվել, հիմա պետքա նորը գա, բայց այդուհանդերձ կարող է մտավախություն կար, որ այդուհանդերձ ձեզ չեն ընտրելու եւ օրինակ ձեզ Չէ, ես ձեզ պարզ ասել եմ նախորդ կեպազորությունում։ Այստեղ ընտրվել չընտրվելու հարցը չկար։ Ես ասեցի որն է իմ համար ընտրվելու առաջին քայլը, նախ առաջադրվելը։ Ես ինքնաառաջադրվել, երբեք չեմ ինքնաառաջադրվել 90-ականներում, երբ որ Ղարաբաղ կոմիտեն ինձ առաջարկեց գնամ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնի, ինքը առաջարկեց։ Եվ այդպես առաջարկվել է միշտ պաշտպանության նախարարություն, չգիտեմ, ազգային ժողով։ Ինչու ձեզ որևէ մեկը չառաջադրել։ Որպես մեխանիզմ այդպեսին դրված չէր, մեխանիզմը դրված էր։ Ով ցանկանում է, թող ինքնաառաջադրվի։ Հիմա ես չեմ ցանկացել։ Շատ լավ։ Պարոն Քոչարյան, վերջին Բայց ինչ կա դեղ անհասկանալի, շատ պարզ է։ Հա, անցնում եմ այլ հարցի։ Վերջին 3 շաբաթների ընթացքում մասնավորապես շաբաթ չի եղել, որ կրակոցներ չհնչեն քաղաքացիական։ Տեսել եք, այսօր էլ տեսանյութ հրապարակվեց հունիսի 20-ի դրվագներով Կիլիկիայում ավտոմատներով կրակում էին միմյանց վրա։ Կենցաղային Արի այստեղ հետաքի բացատրություն պիտան, որը չեք կարծացել։ Կենցաղային հարցերի վերաբերյալ էր այդ վիճաբանությունը եղել, որտեղ կրակոցներ էին հնչել, դրան նախորդել էր նաև Մուրացան փողոցում 30 անգամ Բաքում Դրանից ավելի առաջ տեղի ունեցել Արաբկիրը ամենածավալումն է, գիտեք որ առումով, որ մեկ էլ պարզվեց, որ թաքցրած զենքերով լիքը մարդ կա, 40 հոգի զենքերը անել են եւ անիմաստ իմ սիրած բառով ախմախ ինչ-որ պատմության մեջ սկսեցին իրար գնդակարել, կրակել։ Դրանից առաջ փառաքարներ, բայց դրանից հետո արաբկիրից հետո, եթե ուշադիր լինեիք, պաշտպանության անվտանգության Facebook-յան էջում ես իմ մտահոգություն այդ ամբողջի նկատմամբ իրականացնի
դատախազական վերահսկողություն ուժային կառույցների։ Այնպես չի, որ դատախազությունը միայն քրեական գործերը հարուցում, ոչ, ինքը պետք է նաև նայի ուժային կառույցները այս վերլուծությունների հիման վրա ինչ հարցերի շուրջ ինչ ծրագիր են իրականացնում։ Եվ հիմա տեսեք, նորից նույն խնդիրն է։ Ներքին գործերի նախարարությունը մենք հսկայական բարեփոխումներ ենք արել։ Քրեական ոստիկանություն, համակարգային ոստիկանություն, եւ շարունակ մյուս կառույցները, քննչական մարմինները, հիմա այս ամբողջի մեջ շատ կարեւոր է թե իրենք այդ բարեփոխումների արդյունքում ոնց են կառավարում այդ ինստիտուտները, որպեսզի սկսած թաղային, հա, թաղերին դրող մթնոլորտից մինչև ընտանիք, տեսեք, ընտանեկան բռնությունների մասին ենք խոսում, հոգեբանության մասին ենք խոսում, ամեն ինչի մեջ կա հոգեբանություն։ Ցանկացած հանցագործություն առանց հոգեբանական խճանկարի ինքը հանցագործություն չի դառնում, որտեղ այդ մարդու մեջ չգիտես այդ պահին որն է գերիշխում, բայց հիմա զենքի արկայությունը մեռանք ասելով, այդ զենքը չի կարա անընդհատ մնա ինչ որ մարդկանց տանը ապօրինի ձևով։ Պետք է մեր անվտանգության մարմինները զենքի խնդիրը լուծեն։ Տեսեք, զենքի մասին օրենք ընդունեցինք, մտածում ենք, որ այդ օրենքով ով օրինական իրավունք ունենա զանը զենք պահելու, նա այդ զենքը երբեք չի կարող։ Այո, օրինական զենքը չի կրակում, բայց անօրինական զենքերի հսկայական ցավալքը, որտեղ 44 օրյա պատերազմը այդքան վաղ ժամանակում չի որ ավարտվել, այդ զենքերի հսկայական կորուստ ունենք, բայց դա ամենօրյա մեր նպատակների մեջ պետք է ներառվի, ապօրինի զենք պարզապես պետք է չլինի։ Մի այսպիսի փորձել ասեմ, կարող ասա շատ օգտակար է 90-ականներից հետո պատերազմում երբ որ զենքեր էին կորում, քաղաքական իշխանությունը այն ժամանակ որոշեց ապօրինի զենքը զենք ունեցողից առնի։ Փող առնեն, որ մարդիկ բերեն զենքը գոնե հանցագործություն միջև դառնալը առանց քրեական գործի պետությունը ինքը առնում էր եւ գնում էր զինված ուժեր, որը էլի շատ լավ է։ Ուզում եմ ասեմ, որ այո, մտահոգիչ իրավիճակ է, որովհետև երբ որ մի քանի օր իրար հետևից կարող չի դանակահարում թե կրակոցը, կրակոցը ավելի վատ, հասարակության մեջ անվստահության այսպես էլեմենտ առաջանում երկրում անվտանգ ապրելով, որովհետև այսօր մեր երկրի գրավությունը նաև կախված է նրա հետ, որ մեր երկիրը համարվում է անվտանգ երկրներից մեկը։ Դրա համար տուրիզմը զարգանում է, փողոցում անվտանգ քայլում են, աղջիկ ունեցողները շատ չեն մտահոգվում։ Բայց մարդը, եթե կրակես, կարող է այդ գնդակը կողքինին ոչ միայն վնասի, այլ կյանք խլի։ Հիմա բացի դատախազությունից, պարոն Քոչարյան, այլ մարմիններում պաշտոնանկություններ չպիտի լինեն, պաշտոնանկություն, այո, նայեք, պաշտոնանկությունը որպես վերջնարդյունք, եթե տեսնում են, որ լուծումները չի տրվում եւ համապատասխան ղեկավարը չի կարողանում իրավիճակի թելադրանքից ելնելով համապատասխան կառույցը այնպեսի վիճակի բերի, որպեսզի էֆեկտիվ լինի իրենց արժեք դրված քաղաքական խնդիրը լուծեն, քաղաքական խնդիրը պայքար անօրինականության եւ հանցավորության դեմ։ Պետք է ուրեմն եւ ինչ եմ ասում, դատախազական վերահսկողությունը շատ կարեւոր է, որովհետեւ հիմնական վերլուծությունները այսպես թե այնպես հավաքվում են դատախազության կառույցում։ Պարոն Քոչարյան, դուք իրավապահ մարմիններից ուղղությունը տանում եք դատախազության, բայց որ չէ, բազապես վերահսկողություն, չէ, ուղղակի գիտեք ինչն է այստեղ խնդիրը, մարմինները մեկը մյուսի վրա է գցում, պարոն Քոչարյան, ասում են ոստիկանությունը թող գնա կախի, քննչականը լավ չի աշխատել, մեղադրանքի չի բռնել։ Այս երևույթի հետ ենք մենք բախվում։ Պատական չեմ ասում, որտեղ դա այն կառույցն է, որը իրավասու է այդ վերահսկողությունը իրականացնել։ Նաև մենք խորհրդանական վերահսկողությունն ենք։ Դա էլ պետք է անընդհատ օգտագործես, բայց բուրգի վերևում, երբ որ մենք ընտրել ենք այդ մարմնի ղեկավարին, այդ մարմնի արժեք դրված խնդիրի դա է, ընդ որում նախկինում դատախազությունը այլ մեծ լիազորություններ ուներ, քննչական մարմին ուներ ձեռքի տակ։ Հիմա դա չկա, բայց դրանով իր ֆունկցիոնալ խնդիրների ծավալը չի պակասում։ Ես նորից եմ ասում, որ բոլոր մարմինները պետք է սկոպիտ ասած հավեսով աշխատեն, որովհետև անվտանգությունը բոլորիս վերաբերվում է, սկսած տրանսպորտի հետ կապված խնդիրներից, նաև պատահարներից, որովհետև դու չգիտես վաղ այդ տրանսպորտի մեջ ես լինելու, թե փողոցում ես լինելու, եւ քո վրայով ինչ-որ մեկ անցնելու եք։ Դուք նշեցիք ներողություն եմ խնդրում, որ իրավապահ մարմինները պետք է լավ աշխատեն, բայց նույն կերպ հարց է առաջացնում հանրության մոտ։ Նույն իրավապահ մարմնի ներկայացուցիչի ներկայությամբ պաշտոնատար անձի եղբայրը, Կոնջորյանի եղբայրը, հայոյում է պարոն Քոչարյան եւ բարեկային ծառայողը որևէ քայլ չի անում։ Հայոյանքը հնչում է, բարեկային ծառայողը ուղեկցում է։ Հիմա ներքին գործերի նախարարություն կատարողական հանրության մոտ հարց է առաջանում։ Այստեղ ես կարամ ասեմ, որ պարլամենտն էլ հսկայական անելիք ունի։ Սկսած հարց ու պատասխանների ռեժիմը։
ով է խանգարում, որ այդ հարցադրումները դուք որպես լրագրող ինձանից հիմա որպես պատգամավոր ուզում եք լսեք, հիմա դուք կտեսնեք նաև իմ որպես պատգամավոր, ինչպեսի ես ինձ պահվածք ունենամ նաև այս հարցերի շուրջ ավելի հանրային խոսույթս ավելացնելու, որտեղ հանձնաժողովի նախագահի ֆունկցիաները բավականին մեծ է, բայց եթե էֆեկտիվ աշխատում է, շատ ծանր է։ Մեր հանձնաժողովը այս տարիներին շատ էֆեկտիվ աշխատել է ծանր, որտեղ երկու ճակատով աշխատել։ Քարորիա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը տևել է տարիներ, եւ 44-ը, որ տևել է 3 տարուց ավել։ Այսինքն աշխատանքի մեջ երկակի ուղղություններով ինքը ոչ միայն օրենսդրական, իր ծավալի մեջ է շատ մեծ ծավալ ունեցել, ունենալու սահմանափակ ռեսուրս։ Մեր փորձագետների քանակը 5-ն են, բայց Պաշտպանության հանձնաժողովը ունի շատ լավ փորձագետներ, ընդ որում եւ բանակի հետ կապված եւ ներքին գործերի մենք փորձագետ ունենք, որի իրավական գիտելիքները ոչ միայն օգտակար են եղել, այլ նաեւ ֆունդամենտալ են եղել ուղղությունները եւ կառույցներին ճիշտ ուղղորդելու եւ թիրախային իրենց առաջադրանք իջեցնելու համար։ Հիմա դուք որպես падգամավոր օրինակ ներքին գործերի նախարարից պատասխան ակնկալում եք կամ դիմել եք, որ առանց նույնիսկ որպես նախ մեր այս տարիների հարաբերությունները համապատասխան կառույցների ղեկավար կազմի հետ միշտ եղել են շատ ընկերականից բացի շատ գործնական։ Այսինքն մենք ըստ էության լինելով քաղաքական իշխանության մեր բանանը կառույցը նաև ոչ թե գնացել է հարցերի սրմանը, այլ հարցերի լուծմանը։ Եվ ներքին գործերի նախարարությունը, եւ ազգային անվտանգությունը, եւ արտաքին բոլոր կառույցները, եւ արտաքին դեպքերում, եւ ռազմարդյունաբերությունը, եւ դրա համար այլ որևէ այնց լարվածություն չկա, եւ ընդդիմությունը, այսօր Գեղամանուկյանը ասեց հարցերը ես լավ եմ աշխատել, թե չէ։ Ասես հանձնաժողովի նախկին նախագահ, ես կարող եմ վստահաբար ասել, որ նաև ընդդիմությունը մեր հանձնաժողովում աշխատել է, որտեղ դա վերաբերվում է երկրի անվտանգությանը։ Եվ կարող եմ վստահաբար ասել։ Դրվագով նկատի ունեինք Ավետ Կոնջորյանի բարեկային ծառայի ուղիղ դիմելու եք։ Եթե Կոնջորյանի եղբայրը չնե, դուք այս հարցը չեք տա։ Բայց դա պետքա լիներ, դա պետքա լինի ցանկացած դեպքում։ Բարեկային կառույցը մենք ստեղծել ենք որպես նոր ստեղծված ստերիլ կառույց, որը տարբերվելու է։ Դա շատ վատ օրեմ ծառայական քննությունը պետք է չուշանար։ Պետք է այդ ծառայական քննությունը պատահի ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Ընդ որում, եթե չի տալիս հարցերի պատասխանը, նշանակում մենք խնդիր ունենք կառավարման ոլորտում։ Պարոն Քոչարյան, չնայած Նիկոլ Փաշինյանը նշում է, որ զինված ուժերում Դու հիմա ֆակտորում ես 24-ն։ Սա ֆակտորը չի, ես 24-ն նմանակ ես ֆակտորի։ Արփին։ Ոնց է քույրեր լինեն։ Մենք շատ ուրախ ենք դրա կապակցությամբ։ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում սպանությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ դա սոցիալ-հոգեբանական է։ Փաշինյանի հնչեցրած բոլոր բաները դրդապատճառները իմ համար ընդունել են։ Սկսած քնելուց, այսպես քնելուց բացի դա ասում են քֆուր ադրված քնելու մասին։ Դա վերում է, այսինքն որ ասում եմ, այդ բոլորը հոգեբանական խնդիրներ են։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, շատ լավ հասկացանք, սոցիալ-հոգեբանական են։ Ինչ է անում կամ ինչ պետք է անի պատկան գերատեսչությունը այդ հարցին լուծում տալ կամ դուք տեսնում եք քայլեր դրան դրված կամ եթե որովհետև 7-8 դեպք ներողություն 7 ամսվա ընթացքում Հիմա ես ասեմ, վերջին հաշվով եթե չեք մոռացել, մենք սերժանտական համակարգ ենք ներդրել, որի արդյունքը կստանանք երևի 3 տարի հետո, երբ որ համակարգը կսկսի գործել, որտեղ սերժանտ իր տեղում կլինի եւ այդ հարաբերությունները կլինի ուղիղ իր նշանառության տակ։ Հիմա այդ համակարգը դրել ենք, օրենսդրական խնդիրները լուծել ենք, արդեն բուրգը կառուցվում է, բայց դա ամբողջապես լցնելու համար շատ ժամանակ է պետք։ Ու կարծում եմ, որ ծառայության որակի բարձրացումը շատ կարևոր է։ Ծառայության ընթացքում պետք է հնարավորինս հոգնածությունը չդառնա քնելու արդյունք, քնելու արդյունքը չդառնա հարաբերությունների այնպիսի վիճակի արդյունք, որի արդյունքում մարդը որոշում է ինքնասպանել։ Սա մի դրվագն եմ ասում, այնտեղ կա ուրիշ ուրեմն պատճառներ, սկսած խաղադրույքներ կատարելուց, դրանք ամբողջը կան, բայց եթե նկատել եք, դրանք էապես պակասած են բանակում, որովհետև առայժմ ուժային միջամտության շնորհիվ է, բայց ուժայինից բացի շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունից սկսած ընտանիքից մինչև զինված ուժեր այդ միասնական
փոխըմբռնումը շատ կարևոր է ընտանիք զինված ուժեր։ Պարոն Քոչյան, բայց այնտեղ շեմը իջեցրել են հիմնականում 7-ի այդ սահմանափակումներով զինվորներն են հիմնականում գնում այդ քանի վերջի այս 3 դեպքը հատկապես մասնագիտական առումով ժողովուրդ օրաթերթը հետաքննության բոլորը այդ սահմանափակումներով հետ արդեն ոչ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ես Պարսաշյան շատ զինվորականների հետ այդ հարցը խոսել ենք զորակոչի հետ կապված։ Այո, ես կիսում եմ ձեր մտահոգությունը եւ կարծում եմ, որ այդ մասին նոր հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի նոր կազմը հներից կարծում եմ կմնա Արմենը Խաչատրյան եւ Կավալյան Ասասունի Միքայելյան եւ էլի նոր կազմով կլինի Գեղամ Մանուկյան ենթադրում եմ ընդդիմությունից կլինի այնտեղ, որը շատ լավ կաշխատի իշխանության հետ այս հարցերում կլիներ խնդիրներ, որից ինքս կգնամ կմասնակցեմ իհարկե ես վերջին հաշվով կան բաներ, որ իմ ներկայությունը կարող է օգտակար լինի, բայց ես կարծում եմ, որ երբ որ ես որոշում կայացրեմ տեղափոխվել այլ հանձնաժողով, երկար եմ մտածել եւ ճիշտ որոշում եմ կայացրել։ Շնորհակալություն, բոլոր դեպքերում դուք պաշտպանության հանձնաժողովի նախագահն եք եղել։ Հիմա այսօր այլևս այն առանցքային դեմքերից չեք։ Ո՞վ ասեց։ Շարքային падգամավոր։ Ոչ, առանցքային դեմքը պաշտոնով չի, ապրած կյանքով է։ Հիմա ես, որ ասենք թե պաշտոն չեմ ունեցել, պաշտոնի կորուստը այսպես անել չեք տանում, Շադիր լսի։ Ես քանի անգամ եմ հրաժարական տվել նախկին իշխանությունների ժամանակ, նախկին ասելով Ռոբերտ Քոչյանը չի։ Ղարաբաղ կոմիտեի իշխանության ժամանակ մի քանի անգամ։ Եվ քանի անգամ են ինձ նորից հետ վերադարձվել։ Նույնքան անգամ։ Հիմա պաշտոնին եթե կարճես, դու կդառնաս այդ պաշտոնի գերին։ Սա ձայնագրվում է։ Այո, այո։ Հա, պաշտոնի գերին, ով դարձավ պաշտոնի գերի, շուտ թե ուշ նա փորձանք է։ Դրա համար որ ասում են, ինչ որ ժամանակա շրջան, փուլ, պետքա քաշվես մի կողմ, կողքից նայես, դու ոնց ես պաշտոն ավարել եւ քեզ ոնց են գնահատում։ Տեսեք, իմ հետ կապված բազմաթիվ sense սուր անկյուններ կան, սկսած իմ ժամանակ ինչ որ բաներ, հա, ինֆորմացիաներ, որ sense տարածվում էր, հետո այդ ինֆորմացիաները ծեփում էին պատին, անհետանում են, բայց ես ինձ ճանաչում են ոչ թե պաշտոնով, այլ իմ ապրած կյանքով։ Եվ վերջին հաշվով պաշտոնը չի մարդուն գեղեցկացնում, այլ մարդը կարող է գեղեցկացնի պաշտոնը։ Եվ հուսով եմ, որ անկախ ամեն ինչից, եթե ես կշիռ եմ ձեռք բերել քաղաքական, դա նաև իմ ապրած կյանքով է, իմ մտերիմների, իմ ընտանիքի, նաև իմ եւ իմ թիմակիցների նվիրվածության բանով պայմանավորված, որտեղ մենք այս ճանապարհը անցել ենք բոլոր դժվարություններով։ 90-ականից սկսած վերջին հաշվով մենք 90-ականներին 103 սենյակից ենք սկսել մեր երկրի համապատասխանային խնդիրները, որտեղ բազգին սանկցիաներ են նստում, եւ այդպես հետո ծավալվելը, հետո հաղթանակներ, անհաջողություններ, բայց այսօր մի խնդիր ունենք մեր երկիրը պահել անվտանգ պահելու համար պետք է նաև պաշտոնյան գիտակցի, որ ինքը անփոխարինելի չի, եւ եթե ինքը չի կարողանում իր տեղում որոշակի լուծումներ գտնի, ուրեմն պետք է գտնեն այն մարդուն, որը ավելի ճկուն է մտածում, ավելի թարմ է մտածում, եւ ես վստահ եմ, որ մեր երկրում կադրային սով երբեք չի կարող լինի, եթե փնտրում ես համապատասխան մարդկանց։ Ես զբաղվել եմ ուժային կառույցների կադրային քաղաքականությամբ, իմ հիմնական բանը եղել է դա, եւ ես միշտ հպարտանում եմ, որ կադրային քաղաքականության մեջ իմ առաջին ներքին գործերի նախարարությունում ես կատարել եմ 2700 կադրային փոփոխություն հորիզոնական եւ ուղղայաց, պաշտպանական գերատեսչությունը 0-ից գնացել ենք, հավաքել ենք պրոֆեսիոնալների, ֆիդայիների եւ կառույցելուց հետո կարողացել ենք MC կադրային քաղաքականություն անենք, որը անշեղորեն անդադ բանակի հզորությունները պայմանավորված են առաջնորդների կադրային քաղաքականության արդյունքում։ Եթե հին տղերքից հարցնենք, ասենք Բազգենը զբաղվում էր ավելի շատ այդ կռվող տղերքի ֆիդայիներով, այսօր շատ պրոֆեսիոնալներին Հայաստան բերելով, սկսած գեներալիտետից մինչև լեյտենանտ սովետական բանակից հիմնականում եւ դրանց համատեղ այսպես ներդաշնակումը բերել է շատ լուրջ հաջողություններ եւ հիմա էլ բանակը որպեսի ավելի ամուր լինի ոչ միայն բանակ բոլոր ուժային կառույցները ամեն ինչի հիմքում դրված է ճիշտ կադրային քաղաքականություն պետք է լինի պետք է մարդը երբ որ ընդունվում է ծառայության նա պետք է հեռանկարում տեսնի ինքը ծառայության ինչպիսի չափորոշիչների շնորհիվ պետք է բարձրանա եւ ինքը տնօրինի արդեն այն որոշումները որը ինքը կուզենար որպեսի արդյունք տա Շնորհակալություն